Այստեղ Մաշան ինձ օգնում է ու պատրաստում ենք ինչ մաշ։ Ալադիկներ։ Ալադուշկի, լադուշկի։ Մի խոսքով, այստեղ խառնում է, իր սիրած նախաճաշիկն է, իսկ գազին պատրաստվում է արդեն։ Ահա։ Ողջույն աղջիկներ, եկեք սկսենք վլոգը այսօրվա, սուրճ եմ դրել միասին խմենք, միացեք ինձ ու մի քիչ զրուցենք, ինչ ենք անելու, այսօր գնալու ենք մեգամոլ, երեխաների խաղալու համար զուտ, այսինքն շոպինգ, առևտուր, այդպիսի մտադրություններ չունեմ, առանձնապես գնումներ անելու չունեմ հիմա, սպասում եմ միանգամից սեպտեմբերյան առևտրի, չնայած ասեմ ձեզ, եթե խանութներում նկատեմ սեպտեմբերի դպրոցի հետ կապված որոշ բաներ, եթե հարմար լինեն, հնարավոր է 1-2 բան վերցնեմ, դե ձեզ հետ էլ կկիսվեմ, ցույց կտամ, դուք էլ կտեսնեք, այլ ինչ, այս շաբաթը, նշեմ, որ այսօր երկուշաբթի է, ու այս շաբաթս ամբողջությամբ հագեցած անցնելու, միայն մի քիչ ազատ եմ վաղը, այսինքն վաղը երեքշաբթի օրով ես զբաղվածությունից ունեմ միայն ջիմ գնալու, մնացած օրերս ամեն մի օր իր զբաղվածություն ունի, իդեպ հետաքրքիր իրադարձություններով լի է լինելու, այդպես հիմա սպասում եմ ժամը գա երեխաներին պարտեզից վերցնեմ, իվետան քնած է, արդյունանա վերցնենք, կերակրեմ ու պատրաստվենք ու դուրս գանք մոլ, այդպես։ Grand Candy խմորեղենները շատ եմ սիրում, մեկ էլ դան դեսերտը։ Ձեզ պիտի խնդրեմ մի փոքր ակտիվ լինեք իմ էջում, ինձ օգնեք, որպեսզի հնարավորինս շուտ հասնենք 1000 բաժանորդի, ինչու՞ չէ կարող եք ուղղել ձեր հարցերը, ձեզ հետաքրքրող կպատասխանեմ սիրով, կամ եթե կուզեք հարց ու պատասխան առանձին տեսանյութ կնկարեմ, այդպես շփվենք փոխադարձ, այսպես միշտ չնստեմ մենախոսեմ, այլ ձեր հարցերին էլ ամեն վլոգում մի բանին կանդրադառնամ կպատասխանեմ։ Իդեպ ժամանակն է արդեն մատնահարդարումը փոխելու բավականին շատ է երկարել ու ասեմ, որ սուր բավականին երկար ժամանակ ես չէի արել ու հիմա զգում եմ, որ ինչքան անհարմար է ինձ այս ֆորման, ինքը գեղեցիկ է իհարկե, բայց այս ֆորման սիրուն նայվում է շատ երկար եղունգների վրա, իմը բավականին այս բան երկարել է արդեն, բայց ինձ շատ անհարմարություն է պատճառում գործանելիս, տան գործերում երեխայի խնամքի հետ կապված լողացնել, հարդարել եւ այլն բավականին խանգարում է, իսկ այս մեկը արդեն կոտրվել է ջիմի տանձիկի վրա հարվածները հասցնելուց, իդեպ մի քանի անգամ հարված հասցնելուց, այս հատվածներս կապտել էին ամբողջությամբ ու ճղվել էր, արյուն էր գալիս, այդպես մի քանի անգամ այդ տանձիկից օգտվելուց հետո այլևս մոտ չեմ գնում, քանի որ ամեն անգամ մի բան վնասում եմ այս աջ ձեռքիս վրա, չնայած ասեմ, որ չէի պատկերացնի, որ այդքան հավես է, այսինքն մեջդ ինչքան լարվածություն, բացասական էներգիա, ամեն ինչ ինչ որ կուտակված է լինում, այդ հարվածների ընթացքում, դե հասկանում եք, նյարդեր են կուտակվում, չգիտեմ, ամեն բան այսօրվա դրությամբ բարդ է, հոգսեր եւ այլն, ով չունի խնդիրներ։ Այդ ամենին լավ օգնում էր բոքսի տանձիկի վրա հարվածներ հասցնել, բայց իմ վրա լավ չանադարձավ, նոր է լավացել։ Միշտ այս աջ ձեռքս վնասված այս ամբողջը արթուկից այրված հետքեր են, որոնք իդեպ վաղուց վայա ու շատ երկարային վրա մնում հետք չի անցնում բավականին երկար ժամանակ։ Այդպես զրուցում ենք էլի։ Ձեր օգնության կարիքը օգնեք հասկանալ, որ լուքը ընտրեմ այսօրվա համար։ Հարմարավետության առումով շատ հարմար է, թեթև, բայց մի քիչ թույլ է պատաբատը։ Վրաս կարծում եմ պետք է փոխել, չնայած որ բլուզը շատ է դուրս գալիս, փափուկ, հարմարավետ։ Կխնդրեմ մեկնաբանություններում ինձ օգնեք։ Եվ այստեղ այս տաբատն եմ ուզում հիմա էլ փորձել, անկեղծ ասեմ, այս կապույտ գույնը տանել չեմ կարողանում,
թե ինչի եմ ես գնել այս շալվարը տարիներ առաջ, չգիտեմ, բայց մի հատ փորձենք հասկանանք, ինձ օգնեք։ Իսկ ինչ եթե այս բլուզը մնա, չգիտեմ ինչ ուզում եմ այսօր պարտադիր սա հագնեմ, բայց չգիտեմ գունային առումով չի համատեղվում կարծես թե տաբադի տեսքը դուրս գալիս է, բայց գույնը ոչ։ Լավ բլուզը փոխենք, փորձենք ուրիշ բանով։ Ինձ թվում է սենց ավելի սիրուն է նայվում։ Հասարակ բլուզ իհարկե կավելացնեմ աքսեսուարներ, ժամացույց, մատանի, վզնոց, ականջող։ Եթե նկատել եք հիմնականում բոլոր գոտիները այս Hermes-ի գոտիներն եմ օգտագործում, ինչպես նաև պայուսակները, շատ եմ սիրում Hermes, շատ եմ սիրում, բայց կարող ենք գոտին փոխելու այս տարբերակը, չնայած չէ, երևի մյուսը։ Այս ֆոնը մի նկատեք, միշտ այդպես է դեռ ավելի վատ է, երբ որ ես փորձում եմ ինչ-որ հագուստներ համադրել, բայց պետք է հասկանալ, լավ, հասկանաք իմ ասած Hermes-ի հանդեպ սերը, գույներով գոտիներ, սևը, կարմիրոտը, սիերին, սա ինչա կարիչնիվին, սպիտակել ունեի դա պոկվել է, արդեն նույնը հենց պայուսակների հետ կապված, մի օր եթե հետաքրքիր է, պայուսակների աբզոր կնկարենք ընդհանուր և ունեցել եմ կապույտը, սրանից ավելի մեծ է, դա արդեն շատ վաղուց էր, դեն եմ նետել, կաշին վնասվել էր և դեն եմ նետել։ Մոլում ենք արդեն, որոշեցի այն ու ամենայնիվ մի երկու խանութ նայել, իմ սիրելի խանութն այս Fandey-ը, հասնում ենք, հիմա կմտնենք, այստեղ oversize հագուստներ շատ կան, ինչի որ ես շատ եմ սիրում հագնել, երևի արդեն նկատած կգուլեք։ Մոլից դուրս եկանք, հիմա սպասում ենք տաքսի, որ հետ գնանք, ուրեմն մորակուրս իր աղջիկը, մաման, մի խոսքով, դիմացովս անցնում է Միկին, նոր իմ հետևում էր, մոտեցավ ինձ, ասում է շատ սիրուն ֆիգուրա ունեք, ասում եմ, բայ եթե իմանաք, որ 3 երեխա ունեմ,
Ասում молодец, շատ գեղեցիկ է, այնքան շատ եմ լինում այսպես, բալես սպասեք։ Այնքան շատ եմ սենց ինձ մոտենում, հատկապես ասում եմ երեքի հետ քայլելիս, երբեմն չեն հավատում, որ իմ երեխաները այնպիսի մեծ կոմպլիմենտ այդ իմ համար չեք պատկերացնում։ Չգիտեմ, շատ հաճելի է։ Մոտավորապես 4 թե 5 ժամ է որ այստեղ ենք, ասել որ հոգնած ենք, նշանակում է ոչինչ չասել։ Պատկերացեք, այս երկու մեծերը այդքան չեն հոգնեցնում, իրանց խաղերը իրենք մենակով խաղում են, բայց այն պուջուրիկը սնդիկ, ոչ միտեղ նույնիսկ հաց ուտելուց հանգիստ տեղում չի նստում։ Այդպես որ հոգնած ենք, բավականին ուշ ժամը արդեն, սպասում ենք տաքսի գնալ։ Սա տաքսին ասում, այսքանով երևի չենք ավարտի, հասնեմ տուն, գնում մեկ ցույց կտամ, շատ բան չեմ վերցրել, երկու բան։ Արանք տաքսին է, ու կմոնտաժենք դիտակամբրեն, ասա շնորհակալություն, տեսություն։ Մորթիկը դեպք։ Մոլից գնաց երկու բանն էլ ցույց տամ ու անցնենք առաջ, ուրեմն այս բորդո գույնի ջինսը ես դեռ տեսել էի 4 ամիս առաջ, երբ որ այս նույն խանութից գնում էի իմ մյուս երկու ջինսերը, սա շատ էի հավանել, բայց քանի որ այդ պահին երկուսը արդեն պետք է վերցնեի, երրորդը չէի տեղավորվում, սա հանկարծ այսօր նկատում եմ, որ դեռ երկու հատ մնացել է ու բավականին զեղչված տարբերակով, այնպես որ ընդհանրապես չեմ հապաղել, չեմ մտածել, այդպես միանգամից փորձեցի ու վերցրեցի։ Եվ Մաշայիս համար հելենեք գեղեցկա գույնս, չգիտեմ, սրանից ավելի գեղեցիկ ինչ կարող էի գտնել, սա պատահական եմ նկատել ու միանգամից ասեցի, եթե ռազմերը հարմար լինի, անպայման կվերցնեմ, շատ եմ հավանել, շատ սիրուն է, նուրբ, կարծում եմ դուք էլ հավանեցիք։ Նշեմ, որ մոլ ես գնացել էի ոչ շոպինգի նպատակով, հա, սկզբից ասացի, որ պարզապես տարել էի երեխաներին խաղալու, բայց դե կողքից որ նայում ես խանութներում, ինչ որ բան հավանում ես, ինչու ոչ։